Բարի ողջույն հայ ժողովուրդ։ Հանդիպեցինք բաց TV-ում։ Այսօր կլինի մեր հեռախոսային զանգերը պարզապես իմ վիճակից ելնելով, դա ամբողջ հանրապետությունը մեր հայ ժողովուրդը գիտի, ես դեռ նյութեր նախապես չեմ պատրաստել, սովորաբար միշտ այս հեռախոսազանգերից առաջ ես հետաքրքիր նյութեր եմ ասում, հիմա պատրաստ չեմ։ Այդ վերքս շատ խորն է, ու ես չեմ ուզենա իմ թախիստու վիշտը բարդեմ ձեր վրա, որտեղ ոչ ոք մեղավոր չի։ Բայց կան մեղավորներ, որոնք իրենց պատիժ անպայման ստանալու են։ Անպայման են ստանալու, դա արդեն որպես մասնակետ եմ ասում եւ իմ գոլեգա մասնակետների կողմից 7 անգամ նրանք 7 տպորտ պատժվելու են։ Ուղղակի մի փոքրիկ մի բան կասեի, մի փոքրիկ, որ գրել եմ դա, որ չմոռանա, որտեղ դա էլ ցանկություն չունի ասելու։ Ոչ մի անգրագետ վհուկի արած աշխատանքը երբեք ազդեցություն չի ունենա։ Դա բոլորը ձեր ականջներին օղարեք, նաև այդ վհուկները, ովքեր չարախոսում են, ովքեր կեղտոտ բաներ են անում, ովքեր մոգությամբ են չար, որտեղ սպիտակ մոգություն կա, դա նորմալ է համարվում։ Բարի գործեր անելը, դուք մի նայեք անպայման մոգություն նշանակում է կախարդություն։ Աշխարհը ինքը կախարդությունների մեջ է, աշխարհը ինքը ամբողջ միստիկա է եւ մագիա է, բայց բարին էլ կա։ Այն մոմ վառելն էլ է, բարի կախարդություն է, որտեղ դու հույս ու հավատ ես տնում մոմի մեջ, ինչ որ Աստծո հետ խոսում ես լույսի միջոցով, որտեղ լույսը ինքը մոմը ինքը հավատ կա։ Հավատ, կապը մեր ու Տիրոջ միջև։ Այն իսկ անգրագիտությունը ահավոր է հիմա, ահավոր գնում է մեր ժողովրդի մեջ, ահավոր անգրագիտություն կա յուրաքանչյուր հարցում, որովհետև կրթվել ու գրագիտանալ չեն ուզում։ Չեն ուզում, որտեղ մեր ազգը ամենագետ է։ Դրա համար էլ ամբարտավան ենք, դրա համար էլ մենք այս օրին ենք։ Մի հավատացեք ոչ մեկի, հավատացեք միայն ձեզ, Տիրոջ հետ խոսեք, Տերը ձեզ ամեն ինչ էլ ճիշտ կպատասխանի։ Խոսեք Տիրոջ հետ։ Եվ Տիրամայրը բոլորի մայրն է։ Եվ հիմա հունիսի 10-ից հետո Յուպիտերը հենց կմտնի Խեցգետին, շատ ուժեղ հետաքրքիր շրջան է սկսվելու, ու բոլոր սրբերի, կույսերի շրջանը, աղոթքների իրենց խնդրելու, Սուրբ Գայանե, Ռիփսիմե, մինչև անգամ Սրբույր Ռիտա, թող ոչ ոք չասի դա մերը չի, բոլորն էլ, եթե Տիրոջն է, ուրեմն մերը կլինի, մենք երբեք չասենք սա հայկական է, սա կաթոլիկ է, սա չգիտեմ ինչ է։ Եթե Տիրոջ կողմից տրվեց է հնարավոր ուժ, որպեսզի մենք դիմենք ու ստանանք մեր խնդրանքը, թե բժշկություն, թե գործեր, ուրեմն մենք չպետք ասենք սա մենատ համերը չի։ Կխնդրենք բոլոր կույսերին ձեր ուզածները կստանաք, այսքան։ Հիմա պատասխանենք զանգերը։ Բարև ձեզ։ Հա։ Կներկայանաք, ինձ ներկայացեք, խնդրում եմ, անունը ասեք ձեր։ Ես Մարգարիտա եմ, Մարգո։ Ռիտա տենց, հա։ Ռիտա Մարգո, հիմա ես լավ չեմ հիշում, մայիսի 18-ին թե 22-ին Սրբույր Ռիտայի տոնն է։ Եվ մի քիչ առաջ հաղորդումից զանգերիդ պատասխանելուց առաջ ասացի, որ բոլոր սրբուհիների սենց ասենք, կույսերի տոններն է սկսվելու, ու դուք լավ կլինի աղոթեք Սուրբ Ռիտային։ Կոչվում է անկախատեսելիների, անկարելինի կարելի սրբուհի, նաև փաստաբան, նաև երեխա չունեցողների, նաև սիրո ընտանիքի սրբուհի, ամեն ինչա կարող եք աղոթք բարձրացնեք Սրբույր Ռիտային։ Հիմա լսում եմ ձեր հարցը, նախ ասեք ձեր ամսաթիվ, տարեթիվ, նոր ու հուզող հարցը։ Իմ տարեթիվ ասեմ։ Ինչն է հետաքրքրում, դու ասա ինչն է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է իմ տղայի ամեն ինչ իրան մոտ շատ դժվար է։ Ուրեմն տղայի տղամներն ասեք։ Հիմա հետաքրքիր շրջան է սկսվելու իր մոտ, շատ հետաքրքիր։ Հենց հունիսի 10-ից կսկսվի Խեցգետին որպես։
Հա։ Գիտեք իրան մոտ ամեն ինչը շատ դժվար է ստացվում, շատ։ Ասենք ուզի ավտոծախի չի լինի, կվարտիրա առնի չի լինի, գործի առումով, տենց էլի вообще ուզում եմ հասկանամ։ Մի հատ գարասկոպը իրան, ուղղակի նայեք։ Խնդրում եմ էտա։ Իսկ դուք որ նշան եք, ինքը խմելու սեր ունի, Չէ։ բացարձակ արգելված է խմիչք, բացարձակ։ Հա, չէ, Մարդկա խմում է տիկերով վրա, չի ասում իրա վրա մի փոքր, եթե խմեց, անմիջապես ալերգիա կլինի, իրան չի կարելի։ Տես ընտանիքի մարդ է համարվում։ Երեխաներ սիրող։ Լավ, հիմա ասեմ, ինքը ինչով է զբաղվում ձեր տղան։ Ինքը ոստիկանության աշխատող է։ Արդեն իր ժամանակը լրացավ այդտեղից դուրս պետքա գա։ Ուրիշ բան պետքա գտնի ինքը։ Բայց ինքը ինչ անում որ չի ստացվում, ինչ եք ուզում անի որ չի ստացվում։ Պետական աշխատանք է համարվում, որտեղ նորմալ աշխատավարձը շատ ու քչի մասին չի խոսքս, որ ժամանակին պետք է վճարել։ Ուրիշ ինչ անում որ չի ստացվում։ Ուրիշ չէ։ Ինչ է ուզում անի որ չի ստացվում։ Իրան այդ գարասկոպը ինչ է ցույց տալ, ինքը աշխատելուց է եղել, հետո հիմա ասենք ոնց են ասում, դուրս է եկել, նորից պիտի վերականգնվի, էլի, այդ պահը իրա մոտ կստացվի, թե չէ։ Դուրս է եկել աշխատանքը։ Հա, թոշակի ժամանակ է եղել, դուրս է եկել, հիմա նորից ուզում է բանալ։ Հետ չի վերադառնա։ Ախր նենց հարց եք տալիս, բոլորն են այդպես հարց տալ, բոլորը չէ, շատերը ինչ անում է չի ստացվում։ Ես էլ ուզում եմ հարցնեմ, ինչ է անում։ Միգուցե այդ աշխատանքը ճիշտ չի որովին, ինչի համար է դուրս եկել։ Ու նորից հետ է գնում։ Թոշակի ժամանակն է եղել, պայմանները նենց է եղել, որ պիտի դուրս գար, մի քանի տարի չի աշխատել, ու նորից ասենք ուզում է որ Հիմա որ ասեն ինքը եթե գնա խոհարարություն անի, կանի, չի անի։ Իրան տված է հրաշալի խոհարար լինել, հաշվապահ, շինարարության գործով, սալոններ, այնքան աշխատանքներ կա, արհեստի հետ կապված, բայց կանի չանի, անպայման ոստիկան է ուզում։ Ես մի բան ասեմ, այդտեղ բոլորն իմանան։ Հա? Այդքան սովորել է։ Հա դե մա ինչ անենք։ Հետո էլ ասում ես ոչինչ չի ստացվում։ Այնքան մարդ է մտածում, Ռիտա, մի հատ ծախի ավտոնի չի ծախվում։ Ռիտա, ինձ լսի խնդրում եմ։ Կյանքը, այն որ ասում են մեր լեզվով ասած էլի, որ ասում են շանքթի ջուր խմելով, այդ իրա մոտ սախ այդպես դժվար է։ Ուղղակի այդ պահն է ուզում իմանալ։ Հա լինում է մեկը ձեռքերը ծալած փողակալից, մեկն է լինում է աշխատում, մի փոքր գումար է։ Ամենքին տարբեր տրված է։ Հետո այդ մարդկանց մեր հայերի մոտ շատ կա այդ հարցերն էլ ինչ անում եմ չի լինում, ինչ անում եմ չի լինում։ Ես էլ անդադ հարց եմ տալու։ Հավատացեք, իրոք չի լինում։ Նախ առաջին, եթե մարդը մի տեղից դուրս է գալիս, եթե մարդը մի բանը էլ չի անում, վերջացնում է, իմաստ չունի հետ գնալ, որտեվ եթե հետ է գնում, լավ չի ստացվում։ Հարդ թող դուրս չգար։ Հիմա հանգամանքներն ասա, ես չեմ խորանում ինչն է։ Հանգամանքներն այնպես է ստացել, որ ինքը դուրս է եկել, հիմա նորից ուզում է հետ գնա։ Եթե գնաց այդքան իրան լավ չի ու չի երևում որ պետքա ստացվի։ Երկրորդն էլ էս են տարիքը չի, ինքը զինվորականի աշխատանք է տենց է համարվում, որը որ ժամանակը լրանում է, արդեն իրանք շուտ են գնում թոշակի։ Այդ գիտենք, ինչքան գիտեմ 42-ից հետո է, թե 45-ից հետո։ Ինքն էլ արդեն այդ տարիքն անցել է։ Ու հիմա ասեմ կթող ինչ անենք որ սովորել է, կարող է 6-ը ինստիտուտ ավարտել, 10-ը էլ մեդալ ունի։ Իրան հիմա վերջացել է այդ շրջանը։ Չի գնա, դե ուրեմն թող սնունդով զբաղվի, մի տենց ռեստորան, կաֆե բացանի, կանի, չի անի, շինարարությամբ Իրանը չի ոնց անի։ Ինչից եք որոշում, որ դա Իրանը չի։ Դե ամբողջ կյանքը Ինչ, այդ ինչքան կյանք, ամբողջ կյանքը, ես զարմանում եմ։ Լավ, այսպես մի հարց, դուք ուզում եք ավտո ծախի, չէ, ավտո ունի որ Ռիտա, ծախելու։ դուք ուզում եք, որ ձեր տղան լինի նորից ոստիկանություն մտնի։ Հա։ Ինչ անի որ լավի լի, Դուք դա եք ուզում, չէ, ինչ անելով չի ախր, դուք ուզում եք, որ ինքը նորից մտնի ոստիկանություն։ Հա, ինքը ուզում է, Հա, ինքը ուզում է, եթե այդ հարցն եք տալիս
կլինի թե ոչ, ես ասում եմ ոչ։ Եթե ընդունվեցել ինչ-որ ճանապարհներով, երկար չի տևելու, լավ չի լինի։ Էսա միակ պատասխանը։ Հիմա սա ինչի, որովհետև իր շրջանը այդ համակարգի վերջացել է։ Մի բան էլ ինձ ասեք, ինչքան ժամանակ է, որ ինքը չի աշխատում այդ նույն տեղում։ Այդ տեղում ինքը երևի դե որ իրան տարիքը լրացել է թոշակի դուրս է եկել, երևի մի 4-5 տարի հետո նորից 5 տարի։ 4-5, մի 4 տարի։ Չէ, հետ չի գնա։ Հետ չի գնա, գոնե մինչև 3-ը եթե լիներ կարող էր, բայց 5 տարի անցել է, էլ իրան չեն ընդունել այդ համակարգում։ Ես ոչ ինչ անեմ, ես կախարդական փայտիկ էլ չունեմ։ Ախր այնքան ունից հարց է տալիս։ Ես ուղղակի ուզում եի իրան գարասկոպը նայեք այդ Դե գիրա գարասկոպն եմ նայում, ավ ձերք չեմ նայում, գարասկոպն եմ պարզ ցույց է տալի։ Այս համակարգում այդ մարդ աշխատել է ինչքան ժամանակ, վերջացել է այդ ծրագիրը։ Հիմա ինք իր աշխատանքի ոլորտը պետքա փոխի։ Ու ասա ինչ անում է չի ստացում։ Այո, ինքը տեղ նորից չի վերադառնա։ Բայց մենակ այդ չի, вообще ամբողջ կյանք ամեն ինչ իրան դժվար է տրվել։ Այդպես է իրանում։ Ծաղի չկարում ծաղի։ Որովհետև դե հիմա ես գարասկոպով եմ ասում, լավ։ Իրան լուսնային հանգույցը գտնվում է կարիճում։ Այդ իմանում եք ինչ է նշանակում։ Գարասկոպով եմ ասում։ Ձեզ թվում է ես կարտ եմ նայում, ասում եք, ասա գարասկոպով ասա ինչա գարասկոպ։ Բոլորը գիտեք աստրոլոգիա, բայց աստրոլոգիան լուրջ բան է, սա կարտ գցելու բան չի։ Սա նշանակում է անցյալից եկած ծրագիր, անցյալից իր պապերից նախնիներից եկած, որտեղ լավ բաներ չի եղել, ես չգիտեմ ով որտեղ իրեն ոնց է պահել։ Հիմա ամեն ինչ ձեր տղան վերցրել է իր վրա, որ իր մոտ ամեն ինչը դժվարությամբ է լինելու։ Ամեն առաջինը, որտեղ իր պապերի մոտ եղել է, ոչ ճիշտ ապրելակերպ։ Դուք ինքներդ մտածեք հիշեք ով ինչ է արել։ Սա ծրագիր է, կարմա է կոչվում, ճակատագիր է։ Այս տղային առաջին ինչ է տված, ընտանիք։ Տուն տեղ ընտանիք ու լինել հրաշալի հայր եւ բազմազավակ հայր։ Իր աշխատանքի շնորհիվ հիմա ասենք այդ համակարգում աշխատել է տեղել չաշխատել, արեստավոր ինքը կարա լինել, ձերքի աշխատանք ունենալ, որով իր ընտանիքը բայր ու խաղաղ կապրել։ Էսա իրան տրված։ Բայց ասա ինքը այդպես չի, ինքը այդքան սովորել է, բա ոնց կլինի։ Դուք այդ Երևանից չեք, այդ որտեղից եք, կանգնեցով խոսում եք։ Չէ, Երևանից ենք, Երևանում ենք ապրում։ Երևանում ապրելը Երևանից չի նշանակում։ Ակցենտ կա, ոնց որ շարժումից եկել ենք, էլի։ Որտեղից։ Առաջվա որ բան եղել է շարժումը Ղարաբաղյան։ Դե դա Ղարաբաղերը զգացում ակցենտը կա կամ դե մի խոսքով կապ չունի, որտեղից եք հայեք ու վերջ։ Այս մարդուն ընտանիք է տված, սեփականություն է տրված, որ ինքը ընտանիքն տեղ ամեն ինչ պետք է ունենա, ու զբաղվին այս աշխատանքով, որտեղ հողն է, հրաշալի հողագործ կարա լինի, այգի բանանի, բայց չի անի տենց բաներ, գինեգործություն կարա անի, չի անի դրանք, որովհետև ինքը ուզում է անպայման ուսադիրներով ունենա։ Սենց է տված ու այն աշխատավարձը ինքը չի ստանա, ինչը որ առաջ ինքը ստացել է։ Կոնկրետ պատասխանը ձեր հարցի, ձեր տղան հետ կվերադառնա իր աշխատանքին, իր պաշտոնին, թե ոչ, ոչ։ Ու ինչ անի որպես ընտանիքը, նախ իրանք կանտուն չեն, իրանք սոված չեն, ստեղ երևում է, որ ամեն ինչ իր մոտ կարգավորված ամեն ինչ կա։ Միայն այդ աշխատանքի հարցն է, ինքն էլ պետք է պարտադիր աշխատի, որտեղ իրեն պարապ մնալ, այդքան էլ չի թույլատրվում, չի կարա պարապ մնա, անպայման աշխատանք ունենա ու իրան հողը լավ է շատ, հողը սնունդը լավ է, հաշվապահություն շատ լավ է, բայց չի անի, այնքան այստեղ բաներ կա, որ իրոք իրեն է տրված, ինքը կարա աշխատի։ Տեստ արդեն թոշակի տարիքը հասել է, մարդը դուրս է եկել։ Մարդ էլ կա այդ տարիքին էլ աշխատում, բայց իրան արդեն իր ծրագիրը վերջացել է։ Կան առանձին բացան իր համար միջև փաստաբանական, չգիտեմ, կանի տեղ, բայց ես խորհուրդ չեմ տա իրավական մարմինների հետ ինչ-որ մի բան, խորհուրդ չեմ տա։ Չնայած խեցգետիների մոտ լինում է տենց, որ կարան իրանք իրավական դաշտում աշխատեն, բայց ստեղ ցույց է տալիս, որ իր ծրագիրը արդեն վաղուց վերջացել է, այդ համակարգի աշխատանքը։ Ու թող հետև իր առողջականին, որովհետև իր վեներան գտնվում է առյուծում,
հիմա էլ Մարսը մտել առույց միջև համարյա հունիսի կեսը տղա նշանակում է շատ պետքա ուշադրություն դարձնի սրտին։ Սիրտը եւ ողնաշարը, մեջքը։ Այնտեղ մի քիչ խախտումներ կա իր ողերի մեջքին։ Ողնաշարի հետ կապված մի հատ համենան դեպս մի հատ հետևողական լինի։ Դա հիմա ես ավել առաջնային կասեմ, քան աշխատանք, որտեղ այս մարդը չէր որ շատ դժվար ապրելու միջոց չունի։ Ինքը երբեք էլ դժվար չի ապրելու։ Չէ, բայց եթե պաշտոն բան եք ուզում, այդպես բաներ չեմ տեսնում։ Ուզում եմ իմանամ, կլինի թե ոչ այդքան բան։ Դե ես այդ կոնկրետ պատասխանն ասեցի։ Ահա։ Եթե իմ պատասխանը ձեզ չի բավարարում, դա Աստված որ հետ գնա աշխատի։ Չէ, շատ շնորհակալ եմ Տիկին Լուսյան։ Խնդրեմ, համբերություն Շատ շնորհակալ եմ, լավ մնացեք, հա։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, արդեն ակցենտը հուշեց որտեղից եք։ Խնդրում եմ, Անտոնիս, անձամբ իմ կողմից ցավակցությունը, Սազիր ջան։ Ես շատ եմ հուզվել, միշտ քո հաղորդաշարը նայել եմ, քո ոչ մի հաղորդում բաց չեմ թողել։ Հա, Տիկին Լուսիա ջան, Թող ոչ մի մամա արդյունք չտեսնի իր որդուց, իր երեխայից, ոչ մի մայր։ Իրոք, գտեք ձեզ, հավաքեք ձեզ, խնդրում եմ ուժ գտեք ձեր մեջ։ Լավ։ Հա, ուրեմն այնտեղած զինվորական է եղել, Տիկին Լուսիա ջան, լսում եք։ Հա, ես լսում եմ, ասեք, մենակ իրա տվյալները ասեք սկզբից։ 23 տարի աշխատեց, դրանից հետո գնաց Լինթոշակի, այսպես քաոսի մեջ, անհաջողության, հիմի աշխատանքից աշխատանք, չգիտեմ որ ուղղությամբ շարժվի, որ իրա մոտ մի հուշում տակ էլի, իրա քարտեզը նայեք, չգիտեմ մեծ արդեն դուք գիրեք, չեմ կարող ասել։ Հա, հիմա ասեք իր ամսաթիվ տարեթիվ ասա, հիմա ջան։ Հա։ Ինքը շատ բարի տղա է, մի անգամից ասում եմ, մի անգամից։ Հա, բարի, բայց անհաջող, ուրիշի համար։ Այդպես մի աս անհաջող, սպասի հիմա կտեսնեմ իշն է պատճառը, մի րոպե։ Առավոտը ինքը երեկոյան 5-ից 5:30 է ծնվել, Լուսիա ջան։ Ինքը ոնց է իր պապայի հետ, ստեղ հոր հետ խնդիր է տալիս։ Չէ, պապան չկա։ Հենց այդ խնդիրը կա։ Հիվանդ էր 4 տարի, ուղղակի չգիտեմ ասես մենք փոթորիկի մեջ, քաոսի մեջ 4 տարի հետո այն 3 տարի մահացած է պապան, ուզեցավ այս երեխեն մեջքը շտկեր չէր ստացում, դուրս եկավ արձակենա աշխատանքի։ Լավ, արդեն տեսա, հիմա ջան, արդեն տեսա։ Ես որ ասեցի բարի տղա է, ճիշտ եմ ասել։ Լուսիա ջան, 3 հատ ստենդ ունի։ Հիմա տես իրան ծանր ինձ լսի, թե հիմա արդեն ես տեսա իր գարացկոպը, քեզ ասեմ առաջին։ Բարի տղա է, 1։ Իրան չի կարելի ոչ մի ծանր աշխատանք անել։ Շինարարություն բարձրանա, ինչ որ ծանր բաներ չի կարելի։ Իրան հանգիստ ու միջև անգամ կարամ ասեմ գեղեցիկ աշխատանքներ է։ Շատ լավ կլինի, որ ինքը հացի փուռ բացանի։ Հացի փուռն իրան լավ է, գեղեցիկ բաների։ Կարող է մի քիչ ինքը փոքր լինի, մի քիչ առևտուրը գնա, մեկը կդառնա 2, երկուսն էլ 12։ Դա իր հոբին է, իր Ղսմաթն է, հայավարի ասեմ, որ լավ հասկանան։ Ու մի բան, ասա մեջից այդ խանդերը թանի, խանդոտ է, շատ խանդոտ է, ինքը իրան խնդիրներ է ստեղծում ու սպաս կա կոկորտին, այդ իրան լարված վիճակը, նախ եմ վիրավոր լինելը, հայր չունենալը, որ իրան մեջքը դատարկա այդ երեխու։ Իրոք մեջքը թապավ ու ինքը, հետո Լուսիա ջան, ասպես ինքը պարտքերի տակ է, ինձ թվում է 2 հոգի ելեցին, բայց ինքը քսե չէ, ես եմ երե, բայց ինձ գտվա ատեղին ճոր 2 հոգի կամ ինքը սպես շատ
քաոսի մեջ ընկավ այդ կողմից էլ իսկ Հիմա ամեն ինչը կվերջանա։ Հիմա այդ ինչքան դու դահաճ բաներ, վատ բաներ ասում ես վերջանում է։ Պապայից պետք է անցներ 3 տարի։ Անցել արդեն 3 տարի, 19-ին ես ամսի անցավ։ Ահա, տեսար արդեն մոտեցավ ժամանակը։ Մաքուր 3-ը կլրանա, այս տղատ կամած ոտքի։ Մի անգամ իշ չսպասես։ Դանդաղ, իրա ծնունդից հետո քիչ մնաց արդեն։ Տես տղայի ծնունդն էլ 29-ին է, քոնն էլ 39-ին է։ Ես իմանեց կխոսամ ոնց որ իմ տղա, չնայած տարբեր են շատ, երկուսն էլ հորթ են համաստեղության, բայց ընդ տարբեր մոլորակներ կան։ Քո տղային ամենառաջինը հարկավոր է, որ խոհանոցը շատ սիրի, հենց խոհանոցը սիրի, ոչ թե խոհարարությունը, խոհանոցը։ Ու իր ժողովները, սենց ասած, որ ուզում է ինչ-որ մի բան պարզի, ճշտի, հստակեցնի, խոհանոցում իր զրույցները գնա։ Զարմանալի բան չասեմ քեզ, թող խոհանոցում նստի, քո հետ խոսի կամ կնոջ հետ խոսի։ Հա, խոհանոցում։ Հետո իրան շատ ճիշտ է, որ լավ կերակրեն, անպայման, որտեղ այս մարդը սիրում է համու բաներ ուտել։ Իրան պետքա կերակրեք, որ ինքը տուն մտնի, այն ճաշի համու ոտը խփի կտին, իր տրամադրությունը կբարձրանա։ Ու խոսելու, այդ ուտելու ժամանակ երբեք իրան չխոսացնեք, որ այն ուտելիքը վայել է։ Այս ինչի համար եմ ես ամենը ասում, որ իր նյարդերը հանգստանա։ Որովհետև լարված վիճակ է, իր կոկորտին էլ սպազմեր ունի կոկորտին, ձայնալարերին, կարա խզա, կոկորտը հետո հազի, այդ սաղ իր լարվածությունից է։ Իր խնդիրը լավ ու վատ լինելու համար աշխատանքի իր գործընկերն է։ Հարկավոր է ճիշտ գործընկեր ընտրի, ամեն մարդու հետ ինքը չի կարող աշխատի։ Այդ մարդը ամեն առաջին պետք է լինի աշխատասեր, ում հետ որ ինքը կաշխատի։ Իր կնոջն էլ է դա վերաբերվում, գործընկեր, զուգընկեր, պետք է շատ հավասարակշռված մարդ լինի, իր կողքի կանգնած մարդը, աշխատասեր լինի եւ ազնիվ, որտեղ կշռքում է գտնվում, արդար ազնիվ, երբեք բալանսը չխախտող, ագրեսիային կտանել չի կարող, որ ինչ որ մեկ իր այդ տոնով խոսի եւ մի բան ինքը ձեռքի տակ ոչ մեկի չի կարող աշխատի։ Հիմա կարող է քո եղբայր լինի, հորքուր մորքուրի տղա լինի, տան իր մոտ աշխատացնի, ես խորհուրդ չի տա։ Մի որոշ ժամանակից կնեղվի դուրս կգա, որովհետև իրան կարան հրամայեն, իսկ ինքը դա չի կարող ընդունի։ Ավելի լավ է ինքը մենակ օգնեք, թող մտածի, հարմար տեղ գտեք, մի փոքրիկ փուր բացարեք, որ հացավորի մարդուն ու կտեսնեք կամած իր գործը ոնց է ստացվելու։ Կարա նաև ծաղիկներ սրահ ունենա, հետո ինչ կարա ունենա։ Ինչը որ սնունդի հետ է։ Քիչ անհավանական է այս մեր վիճակին, շատ քաոսի, Բայց ինչ ասեմ։ Քաոսի տակ ենք ընկած, Լուսիա ջան, ասեմ քեզ, այս պահին անհավանական է։ Ուղղակի իրան խոստացել են, հիմա ինքը ուզում է թե այդ երկիր նորից դուրս գա։ Ես խորհուրդ չեմ տա։ Էմա հատկապես Ռուսաստան, ես իրան խորհուրդ չեմ տա, որովհետև էլ առաջվանը չի, հիմա էլ լարված վիճակ ամբողջ աշխարհում եւ պատերազմական եւ աղետների։ Ես խորհուրդ չեմ տա, թող մնա ըստեղ աչքիդ առաջ ապահով։ Մի ասեք, որ չունեմ փող, դժվար է, հասկանում եմ, ես չեմ ասում գնա մի մեծ հացի փուր բացանի, փոքր սկսի, ինքը կբերի իրա, որտեղ սա իրան խցմատն է, պարզ ցույց է տալիս։ Այստեղ մեծ բաներ էլ կա, որ գումարների հետ առնչվում մեծ գործեր, նա կարա բաղնիկ բացանի, տես, բայց չի կարա բացի, սաունան լինի։ Մի քիչ ինքը մաքուր ազնիվ աշխատանք չի այդտեղ։ Կարա դայլանի, բայց այդ հնարավորություն չունի։ Հացի փուռը կարա ինքը անի, դա իրան կբերի աշխատանք։ Եվ ամեն ինչի կյանքում չհավատա, տես, ինքը մի քիչ միամիտ բաներ էլ ունի, ես ձեր լեզվով ասեմ շախշություններ ունի։ Շատ ազնիվ է։ Դրա համար ինքը Հա, տենց է ճիշտ է։ Քոկված չի։
Չպետք է հավատա ոչ մի բանի, որտեղ կխապնվի, հիմա որ ինքը գնա, միջև անգամ, տես ինչ եմ ասում, բարեկամի մոտ աշխատի, իրան կխապեն, փող չեն տա։ Դրա համար խորհուրդ չեմ տալի։ Հենց այդ պահով աշխատանքից դուրս եկավ, արդեն ինֆարկտի հասցնեին, աշխատավարձ չեն տա։ 3 ամիս 6 ամիս Հա իրանը տենց խապում են, իրան խապում են, մանիպուլացիաները շատ է, դրա համար ամենաճիշտը մենակ աշխատելն է, ու ինքը արդեն խապնվածության մեջ ապրել է, իրան պետք չի ոչ մեկ բացի ինքը ու իր ընտանիք, Եվ քանի ինք իր աչքով չի տեսել, չի լսել, ոչ մի բանի չհավատա, որտեղ ամբողջ կողքը գնում է խաբեություն։ Եվ իրան տրված է ունենալ իր սեփականությունը, ինք իրենը պետք է ստեղծի անի։ Դու մի մտածի, որ ինք այնքան մեծացել է, էլ չի հասնի։ Այդ հորդ նշանի ծնվածները, որ դառնան 100 տարեկան, իրանք դեռ չեն հասունանում, իրանք մանկական են, դրա համար այս տղուն դուք լավ կերակրեք, իրա եսին մի խփեք, թողեք ազատ ինքը ապրի, քնի, հանգստանա, որ ուղեղը նորմալ աշխատի ու սիրով, քանի ինքը իր գործը չի սիրել, իրա մոտ ոչինչ չի ստացվելու, լավ իմացի, ականջներիդ օղարա, այնքան հստակ եմ ասում, որպես իր գործը իրան բերի հաջողություն, ամենից առաջին ինքը պետք է սիրելով կպնի իր գործին, սիրելով ավելի, փող կգա իրան, տեսիշ ծեվի օրինակ բերեցի քեզ։ Հենց ինքը իր գործը սիրեց, հավեսով գնաց գործի, հավեսով արեց, իր գործը կգտնի, դա իր ղսմատնա, հիշիր միշտ ամբողջ կյանքում։ Ու մի թեթև իր մոտ կոկորտի սպազմը հենց բռնեց, որ իմացի այդ տղան նյարդայնացել է արդեն, նյարդային վիճակում է, մի ջղայնացրեք իրան, մի ջղայնացրեք, երբեք, մի քիչ ստեղ ճնշման բաներ ունի, գլխի հետ կապնված խնդիրներ, ինքը հիվանդոտ չուղակ իր մոտ սաղ ագրեսիայից է։ Ինչ որ կատարում է միջև հիմա ագրեսիան է, ոնց որ ձայն չունենա, ինքը տենց չի ախարը, տենց այս մարդը մաքուր է ծնվել, բայց անդադ հորից հետո էլ կոտրվել է շատ։ Ինչ անի, հիմա տենց է ստացվել իր մոտ։ Դու որ նշանի տակ ծնված ես, Էմա։ Հա, նույնն է, կամայրա, դու իր մեջքն ես։ Ամեն ինչ պետք է անես քո տղան ոտքի կանգնի, աղոթքարա։ Դու ես ասել եմ քո հաղորդումներից Ես ես շնորհալու հավատով խոստովանի մսաղ մսներ։ Այդ գիտես ինչ զոր աղոթքա, բա։ Դու տիրամորը խնդրի, որ փեշերը փռի տղուտ վրա ու իրան պահի ամեն արկածներից, արկածախնդիր բաները կա իր մոտ։ Ու չշփվի այն մարդկանց հետ, որտեղից լավ հոտ չի զգում, որտեղ էլի խաբերության զոհ կդառնա, հիմա էլ խաբերությունները շատ են, այս 3 տարի է գնում արդեն, ես չեմ ուզում մոլորակներով ասեմ, որից ելնելով եմ հստակ ասում, մեկ այդ ձեր մոլոր ձեզ հետաքրքիր չի, կարևորը ձեր արդյունքն աշխատանքի։ Հիմա մայիսի վերջերից դու տես հերթով ոնց են այն մարդիկ, որ քո տղային խաբել են փող չեն տվել, պատիժները կլսես, դրանց տանը կարկուտ է խփելու կտուրին, կտեսնեք։ Մենք չենք կամենում, այդպես է։ Տեզեր քեզ չեմ ուզում պատե անպատե Աստծու անուտան, բայց այդ տիրոջից է գալի, մենք ենք ինչ որ անում ենք ու վերևից կոսմոսը հարվածը կտա։ Շատ ազնիվ է, շատ մաքուր է, շատ է նվիրվում մարդկանց առաջ ընկերներին շրջապատին նոր իր ընտանիքին։ Բակին է որ ամիսնա։ Հա, շատ է խոսում, բայց տես ինչ եմ ասում, վատ աղջիկ չի։ Այն էլ օդ է ուզում, շնչել է ուզում, ուղղակի մի քիչ քիչ խոսի։ Այդքան չխոսա ու չպահանջի։ Իրանք իրար մոտիկ նշաններ են, նշանակում է իրանց մեջ մարդ չի գնի, որ իրանց խանգարի։ Եթե իրանց մեջ վեճ եղավ, իրենք են մեղավոր։ Ու կինը պետք է հասկանա, որ իր ամուսին իր մեծ տղանը շատ սիրի ու լավ կերակրի։ Մաման սիրում է, հասկացանք, բայց կնոջ սիրն ուրիշ է։ Թող մտածի, որ ազնիվ ամուսին կա իր մոտ, ոչ նարկոմանա, ոչ մանեկող, ոչ է խաղամոլ։ Այդքանը թող ինքը ականջի նողանի։ Քո տղան խաղամոլ է։ Չէ։ Նարկոման է։ Չէ։ Հարբեցող է։ Չէ։ Դավաճանում է կնոջը։ Չէ։ Վերջ, ուրեմն նորմալ մարդ է։
Ուրեմն կնոջն ասա, ինչի վրա պետք է խոսես դու քո ամուսնու, ինչի պետք է իրան զայրացնես, խռովես, եթե այդ բաները չունի։ Նորմալ մարդ է, ուղղակի մի քիչ աշխատանքի մեջ չգիտի ոնց անի, հիմա ասեցի, ինչ որ անի կստացվի ու չհավատա ոչ մեկին։ Միայն ինքն իրեն ու տիրոջ հետ խոսի։ Պատասխանը կստանա։ Այսքան Էմա ջան, առողջ եղեք, հաջողակ եղեք, ամեն փորձանքներից հեռու եղեք։ Հիմար քաղաքականության մեջ մի մտեք ոչ մեկը, որտեղ դա հիմարություն է, էնել էստեղ, ու խաղաղ ապրեք ձեր ընտանիքով, ձեր գործերով։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ Աստված օրհնի բոլորին։ Շատ Աստված պահապան։ Ես չեմ կարող հիմա կատակներ անեմ վիճակիցս ելնելով, մի քիչ տոնս խիստ ա լինում, ներող կլնեք, բայց դա տենց է, ինչ անեմ։ Շատ լավ հասկանում եմ քեզ։ Ես իրոք վիշտը դավրել եմ, բայց այն տեխնիկան չի եղել, տարիքս է 74 տարեկան էր, գերին, շեպտին հետը, միշտ ես ընձի ցավը ես կիսել եմ, Լուջա ջան, ես ցավը կիսել եմ։ Շնորհակալ եմ չտեսնիք, ոչ մեկը նման բան չտեսնեք։ Թող չտեսնի ոչ մի մայր։ Դե լավ ստեսություն, Էմա ջան, հաջողություն ձեզ։ Ստեսություն։ Լավ։ Ընկերներ, ես վերջացրեցի, այսօր զանգերի քանակը 2-ներ, ոչինչ, այս իմ վիճակից է այդպես, հետո հաջորդ անգամ կաշխատեմ, ինչքան կարող եմ ավելի զանգերի քանակը շատ լինի եւ խոսել ինչ հետաքրքիր է, որ այս երկու զանգերն էլ տղաներին էր վերաբերվում ու երկուսն էլ ծնողներ, մայրեր, որ անհանգստանում են իրան զավակների համար, որ աշխատանքի առումով, բայց այս երկրորդ զանգը Գյումրեցի Էմա տղան շատ բարի էր, շատ նկատվեց իր քարտեզում ու ինքն իր աշխատանքը գտնի, որտեղ լսող են իրենք։ Այն մյուսն էլ ոստիկաններ են առաջի զանգը Ես չտեսա այնտեղ, որ նորից պետք է վերադառնա իր աշխատանքին, միգուցե մոր դուրը չգա իմ ասածը, բայց այդ տեսա ես։ Թող սխալ լինեմ, թող իրենց ուզածը լինի, բայց եթե հանկարծ ընդունվեցել են նույն համակարգ, այդքան երկար չի տևելու։ Թող բոլորի ինչը որ տիրոջ կողմից տրված է, իրենք իրենցին հասնեն, բայց ոչ թե մեր ուզելով։ Մեր ցանկությունը քիչ է։ Մենք շատ բան ենք ուզում։ Շատ բան ենք ուզում ու չիմանալով, որ դա մերը չի։ Այստեղ մի փոքրիկ բան ունեի գրած, ես կուզենա դա ասեի, իմ սովորության համաձայն, որ միշտ աշխատել եմ խրատ խորհուրդ տամ։ Ամբարտավանությունը փակում է մարդու գիտակցությունը, իսկ մեր ազգը դառել է ամբարտավան։ Չի դառել, տենց է։ Տարիների բան է, որ չէ որ մենք ամենագետ ենք։ Մենք ամենագետ ենք, որը շատ սխալ բան, ամեն ընտանիքում թագավոր կա։ Հետո հարց են տալ ինչա մեր ազգին դες, իսկ ամբարտավանությունը դա մեղքերի մեղք է համարվում։ Կա Աստվածաշնչում։ Նարեկացու մոտ էլ դա կա։ Եթե մարդու գիտակցությունը չի աշխատում, նա սկսում է սխալ մտածել ու սխալ խոսել ու սխալ անել։ Հիմա որ այդքան գոռում են չարություն, ինչ են չարությունը շատացել, հենց դրանից ամեն ինչը գալիս։ Իսկ ազգի համար կարևորը դա գիտելիքն է ու կրթությունը։ Իսկ մարդ որ ամբարտավանա չի ուզում սովորել, որտեղ ասում է ես ամեն ինչ գիտեմ։ Ու սկսում է ժողովրդի ասած մի լավ խոսք կար։ Ես սիրում եմ բարբառային բաներ օգտա, Արանթա դուրանթա շատ են խոսում։ Ես Սևակից մի փոքր բանաստեղծության բառեր կա, ես եկել եմ այս աշխարհ, որ ներեմ բոլորին, այո, որովհետև տերունական աղոթքի մեջ այդ բանը կա, ների, բայց շատ դժվար է ստոր ու դաժան մարդու ներես, ուղղակի դու չես մտածում իր մասին չպետք է մտածես, մոռանաս, ու եթե այնպեսի մարդ է, որ չես կարող չներել, ների ու մի խոսի, անտեսիր է, այնքան որ քո մտքում չմնա անտեղ այն աղբա, դա աղբա, դա ավելորդ մի բան է, որ չմնա քո մտքում, քո ուղեղում չմնա, որ քեզ ցավ չպատճառի, տուր տիրոջը, Տերը գիտի,
ինքը կորոշի ում եւ աշխատեք, մի հավատացեք ոչ մեկը տիրան, որտեղ ահավոր ստի, կեղծիքի մանիպուլյացիաներ ա գնում, կարասկոպով էլ ասեմ, քանի սև լուսինը մտավ կարիճ, Լիլիթը, դա մարտի 27-ն էր, դա երկար տևող ծրագիր է, ահա որ հիմա սկսվեց շարլատանների այդ գուշակ-մուշակները, իրանց պայծառատես էքստրասեքսերի տեղ դրածները, ոչ մեկին մի հավատացեք, միջև անգամ աստղաբաններ, որ այն սնկի նման դուրս են գալի իրար հետև, ու մի բան էլ ասեմ, հիմա աստղաբանությունը առաջվա մեթոդով չի աշխատում, նենց բաներ ա խոսում, որոնք որ ճիշտ չեն։ Ճիշտ չեն, հետո մի անգամ այդ թեմային կանրադառնամ, որ մի աստղաբանություն ավելի ճիշտ, ռեալ իրականացում, որտեղ դա հնից եկած 40,000 տարի առաջվա գիտություն է համարվում աստղաբանությունը։ Մենք հայրս էլ ենք ունեցել, ու հարկավոր չի ամենքին հավատալ, հարկավոր չի, մի բանը, որ շատ է դուրս գալի ջրերես ու հիմա օնլայն մարդիկ դառնում են աստղաբան։ 3-ից 6 ամիս կուրսեր են վճարով օնլայն աշխատում ու դառնում են աստղաբան։ Թող աշխատեն, բայց ուղղակի բարի բաներ ասեն ու կարողանան օգնել, ոչ թե միայն պրոգնոզ տալ։ Այդ կխնդրեի։ Ապրեք օրով, չարությունը ձեր մեջից հանեք ու աղոթքներով եւ լույսի հավատքով ապրեք, որ ամեն ինչ պետք է լավ լինի մեզ մոտ։ Այսքանը։ Համբերություն բոլորիդ։